Ինչպես կմեկնաբանեք Ալիևի վերջին հայտարարությունը, որում Սևանա լիճը անվանում է ոչ հայկական անվանումով, խոսում է ադրբեջանցի փախստականների վերադարձից, որը այս փուլում հղի է լուրջ ռիսկերով, կարելի է այս հայտարարությունը գնահատել որպես հետքայլ խաղաղության process-ից։ Շնորհակալ եմ։ Գիտեք, ձեր հարցով իրականում դուք ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դնում։ Ինչու՞։ Որովհետև հիմա ես ձեր հարցին երկընտրակի առաջ եմ։ Ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։ Ինչու է անհարմար իրավիճակ, որովհետև հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասելա, որ Սևանա լճի անունը Գոյչայա, այլ ասելա, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահը, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում, որովհետև եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք ես բաների մասին ասի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասի Ելիզավեթպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Եթե մենք գնում ենք պատմական մեկնակետի այդ տրամաբանությամբ, հազար ներողություն, հույս ունեմ շատ լուրջ չեք ընկալի, կամ Մոնղոլիան կարող է մեզ ասի մի հատ շատ լավ, եկեք բան ունեմ ձեզ ասելու։ Վերջերս եմ ես Մոնղոլիայում եղել եւ ուզում եմ իրանց հետ նորմալ հարաբերություն, այդպես վախ վխելով կամած զգույշ գնացել եմ հանկարծ չասեն, այս մեր ինչ կա մեր դրանից առաջ Իրանը կարա ասի, ես ինչ եք քննարկում։ Ես էլ եմ ասում, մենք այդ պատմությունը կարդացել ենք եւ մենք իմ գնահատմամբ արդեն իսկ ստեղծել ենք նոր պատմություն, 2 տարվանն էլ է պատմություն։ Նոր պատմություն։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք այդ պատմության ստեղծումը։ Պատմական սոցիալ հոգեբանությունը մի բան չի, որ սենց ռուբիլնիկը քաշես ու կանգնացնես, անջատես, անջատիչով։ Մենք պետք է կարողանանք անցյալը տարբերակել ապագայից։ Ընդ որում ապագան այսօր է եւ ապագան նույնիսկ 2024 ապագան նույնիսկ 2024 թվականն է։ Մենք արդեն 2 տարի ապրում ենք ապագայի մեջ։ Հիմա պետք է ընտրություն մենք շարունակելու ենք ապրել ապագայի մեջ։ Որը այսօր է։ Եվ դա մեր ռազմավարությունն է։ Օրինակ, Ադրբեջանում այսպիսի դիսկուրս կա, ասում են Հայաստանը ճիշտ չի ասում, կեղծում են, որ տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ադրբեջանի։ Ոնց են հիմնավորում, ասում են, բա ինչ է միջև մի ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի դրոշները դրած։ Էլ իրանց ընկալումն է։ Դե ասում են, դե եկեք մենք որ իրանք տենց է, եկեք մենք ասենք Գյոյչա։ Ստեղ էլ ասում են, դե որ ասին Գյոյչա, եկեք ասենք բան։ Գանձակ ասենք։ Եկեք ասենք Կովսական, եկեք ասենք Քաշաթաղ։ Իրանք ասում են, տեսեք ասցին ջրական։ Եկեք ասենք, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Ու ասում են Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Այնտեղ նայում են, այստեղ նայում են, ասում են, տեսեք ասին Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Եկեք հիշենք, որ Արամյասն ու Մանթաշյանն են Բաքվի նավթի տերը։ Բա Ադրբեջանն էլ ասում է, որ Խորհրդային Միությունը այդ ապօրինի զավթել է բաները։ Շատ լավ, դե ուրեմն Արամյանցի եւ Մանթաշյանի սեփականությունը, որպես մենք ժառանգորդներ, հասկանում եք ուր ենք հասնում, ուր ենք գնում։ Դա սխալ ճանապարհ է։ Եթե որևէ մեկը հրաժարվելու է կամ հրաժարվում է, թող ուղիղ ասի։
ակնարկների կարիք չկա։ Եվ ակնարկները չեն էլ աշխատի, որովհետև ունենք լեգիտիմության, որովհետև այդ ակնարկները, եթե նույնիսկ լինեն, դրանք լեգիտիմ չեն, որ լեգիտիմությունը բխում է ընդունված փաստաթղթերից։